Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 81 տեղանոց փոքր դահլիճը հաշված րոպեների ընթացքում արդեն լեփ-լեցուն էր։ Գյումրեցի հանդիսատեսը մեծ պատասխանատվությամբ էր եկել մասնակցելու փոքր բեմում կայանալիք առաջնախաղին։ Մտերմիկ դահլիճ է, մտերմիկ դահլիճ է, որտեղ իրոք կարելի է միջոցառումներ անցկացնել մտերմիկ։ Մհեր Մկրտչյանը լինելով Գյումրեցի մեր համակարգացին հայ արժանի զավակ, այսօր վերջապես ունեցավ իր անվան դահլիճը։ Պարզապես կուզենայինք, որ այստեղ իսկապես լավ որակի ներկայացումներ կամ միջոցառումներ տեսնել։ Անվանը վայել իհարկե եւ այս մտերմիկ միջավայրին Նրանք այցելում են այն ժամանակ, երբ մենք դադարում ենք պայքարել։ Երբեմն նրանք սնվում են հենց մեր հուսահատությունից։ Իսկ ավելի հաճախ մեզ այցելում են հենց այն պահին, երբ մահանում է հույսը։ Նրանք մեր բարեկամներն են։ Կոբո Աբեի բարեկամները Գյումրու դրամատիկականի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի բեմին է։ Սա մի երիտասարդով ապրում է իր խնդիրներով, իր հոգսերով, փորձելով աչք փակել աշխարհի խնդիրների առաջ եւ իրեն բավարարում է իր կարիքները հոգալը եւ չի փորձում խառնվել այնպիսի հարցերին, որոնք իրեն չեն վերաբերվում, բայց ստացվում է այնպես, որ հայտնվում է լուրջ խնդրի առաջ եւ հաղթահարելու ճանապարհին տեսնում է, որ նա լիովին մենակ է։ Երիտասարդ, ով աչք է փակում կյանքում ծագած խնդիրների առաջ, հանկարծ հայտնվում է անելանելի վիճակում։ Ի հայտ են գալիս նրա այսպես ասած բարեկամները։ Ախր սա ամուրի բնակարան է, ով պետք է այստեղ կար։ Մի րոպե, լսեք։ Դուք հավանաբար ինձ ինչ-որ մեկի հետ շփոթել ու սխալվել եք։ Գիտեք, վերջերս այդպես շատ հաճախ է պատահում։ Եթե դուրս գանք հայկական մենտալիտետից, ապա բարեկամները հիմնականում լավն են լինում, բայց սա այդ դեպքը չէ, որովհետև գործի մեջ նրանք ներկայանում են բարեկամի հետ բարի խելոք կերպարով, բայց նրանք անծանոթ մարդիկ են երիտասարդին, ովքեր ներխուժում են նրա կյանքին։ Իսկ Կոբո Աբեի բարեկամները պատահականորեն չի ընտրվել։ Բեմադրող ռեժիսորն այս պիեսով շեշտադրում է ժամանակին հատուկ նկարագիր։ Հիմի արդեն ոսոր ժամանակակից միտք լինի, ժամանակակից անկյան տակ նայենք։ Թե սկսում է աշխատել ուղեղը, թե սիրտդ ամեն ինչով նվիրվում ես թատրոնին, կերպարին ու ներկայացման այս դեպքում։ Դերը բարդ էր։ Ինձ համար քանի որ առաջինն էր, հա։ Ըստ բեմադրող ռեժիսորի չկա արտահայտված տարբերություն կամ նմանություն որևէ ազգի բարեկամների միջև։ Կոբո Աբեն այս պիեսը գրել է բոլոր ժամանակների եւ ազգերի համար։ Ինքը համամարտկային է, ինքը բոլոր տարիների, բոլոր թվերի եւ բոլոր օրերի եւ գալիքի եւ անցյալի մասին է, որովհետեւ անկեղծ չլինելու, սիրով սպանելու եւ սուտ բարեպաշտության սուտ սիրո անվան տակ մարդու կյանքը դարձնում են դժոխք ու ի վերջո հասնում են նրան ինքնասպանության, բայց այս պիեսի մեջ այնպես եմ արել, որ սպանում են։ Բարեկամները ներկայացումը գյումրեցի հանդիսատեսի դատին կհանձնվի նաև հունվարի 31-ին։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։